Գյումրիի ավագանում մանդատ ստացավ մեր քաղաքը դաշինքից Նարեկ Միրզոյանը, մեր քաղաքը խմբակցությունից Կարեն Բադալյանի լիազորությունները դադարեցնելու դիմումից հետո ընդդիմությունը մանդատագողության մեջ մեղադրեց իշխանությանը։ Բադալյանն իր դիմումը ներկայացրել էր քաղաքապետին, բայց 2 օր անց էլ նոր դիմում էր ուղարկել ու տեղեկացրել, որ փոշմանել է մանդատից չի հրաժարվում։ Հետո դարձյալ է դիմում ներկայացրել, դարձյալ փոշմանել ու պարզաբանել, թե ուզում է լինել անկախ ավագանի։ Կարեն Բադալյանը վարչական դատարանում կվիճարկի իր լիազորությունները դադարեցնելու մասին քաղաքապետի արձանագրությունը։ Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն է տեղեկացրել։ Հանցագործության դեպք թաքցնելու եւ այդ կապակցությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով ոստիկանության վաղաշապատի բաժնից 9 աշխատակից է ձերբակալվել։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ հատուկ միջոցառումն իրականացրել են իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այլ մանրամասներ դեռևս չեն հայտնում նախաքննության շահերից ելնելով։ Հիշեցնենք, որ խմբակային ծեծկրտուք էր տեղի ունեցել Էջմիածնում ապրիլի 24-ի գիշերը։ Ծեծի ենթարկված 22-ամյա երիտասարդի կյանքը փրկել չհաջողվեց, նա հիվանդանոցում մահացավ։ Ի դեպ այս գործով արկա է եղել տեսախցիկ, որը ըստ լրատվամիջոցների կայծակից վնասվել է։ ՍԱԱՏՄ տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի 2 գլխավոր տեսուչներ խախտումներ հայտնաբերելուց հետո չեն կասեցրել մսի իրացումը եւ չեն արգրավվել այն հետագա ոչնչացման նպատակով, ինչի դիմաց տնտեսվարողներից կաշառք են ստացել վարելանյութ ու գումար։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են 2 տեսուչների նկատմամբ էլ մեղադրանքներ են ներկայացվել։ Նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան։ Մեղադրանքներ են ներկայացվել նաեւ 4 տնտեսվարողների նկատմամբ, որոնց քրեական հետապնդումը նախաքննության ընթացքում դադարեցվել է գործում զղջալու հիմքով։ Ագարակի հանքի մոտ գտնվող եկեղեցին կտեղափոխեն փլուզումից փրկելու համար։ ԿԳՄՍ-ից ասում են, եկեղեցին տուժում է հանքի պարբերական պայթեցումներից։ Այն պահպանելու համար որոշել են ապամոնտաժել եւ տեղափոխել այլ վայր։ Գետերի հուների մաքրման կարգը մտադիր են պարզեցնել շրջակա միջավայրի նախարարությունում այս որոշմանն են եկել Տավուշի եւ Լոռու մարզերում գետերի անցած տարվա հայտնի վարարումներից հետո։ Տարածքները հետագայում աղետի գոտիներ ճանաչվեցին, որից հետո կենցաղային աղբից գետերը մաքրելու անհրաժեշտություն առաջ եկավ։ Քննարկվում է ջրի բնական հոսքը խոչընդոտող գետերի հուների եւ ջրահեռացման մաքրման կարգը, սակայն անհրաժեշտ թույլտվությունների առկայությամբ պայմանավորված կան որոշակի սահմանափակումներ, պարզաբանում են նախարարությունից։ Խորհրդարանում ԿՊ ձայներով ԲԴԽ անդամներ են դարձել Արմենուհի Հարությունյանը, Անահիտ Աբրահամյանը եւ Աշոտ Հայրապետյանը։ Արմենուհի Հարությունյանը արդարադատության նախկին փոխնախարարն է եղել, որը պաշտոնան կարվեց Սրբուհի Գայլանի նախարար դառնալուց հետո։ Անահիտ Աբրահամյանը եւս աշխատել է արդարադատության նախարարությունում։ Աշոտ Հայրապետյանն էլ նախկինում իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն ՊԱԿ-ի տնօրենի պաշտոններ զբաղեցնում։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։